Քաոս է Լոս Անջելեսի փողոցներում, բախվում են ներգաղթյալները եւ իրավապահները։ Ցուցարարները փակում են փողոցներ, յուրավար նյութեր նետում ոստիկանների վրա։ Աղբամաններ են այրում նաեւ Միացյալ Նահանգների դրոշը։ Ոստիկանները էլեկտրաշոկ, արցունքաբեր գազ ու պղպեղի փոշի են կիրառում ցույցը ցրելու համար։ Մահակներ են գործի դրվում։ Վերջին տվյալներով մոտ 120 մարդ է ձերբակալվել։ Ուրբաթ սկսած բողոքի ցույցերը շաբաթ երեկոյան են վերածվել կատաղի բախումների։ Փողոց դուրս եկած ներգաղթյալները պնդում են, որ Թրամփի օրոք Միացյալ Նահանգների ներգաղթի եւ մաքսային ծառայության ոստիկանները ամեն քայլափոխի բռնություններ են գործադրում իրենց նկատմամբ, անհիմն խուզարկում իրենց տները։ Սպիտակ տունը կատարվածը որակում է բռնի ապստամբություն։ Թրամփը ոտքի է հանել ազգային գվարդիան, կարգադրել Լոս Անջելեսում տեղակայել ազգային գվարդիայի 2000 զինվոր կարգուկանոնը վերականգնելու համար։ Նա անգործության համար է մեղադրել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսկոմին եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին։